Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի բարձրացրած երեկվա հիստերիայի ֆոնին չեմ հասցրել ձեզ հետ կիսվել մի նորությամբ, ինչ է տեղի ունեցել երեկ։ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է եթեր հեռարձակել Հայաստան Դաշնքի նախընտրական տեսահոլովակը։ Ինչի մասին էր այդ տեսահոլովակը։ Այն գեներացված էր արհեստական բանականության միջոցով, համապատասխան նշում դրա մասին տեսանյութի վրա կար եւ խոսքը այն ապագայի մասին էր, որը մեզ սպասվում է այս իշխանությունների ընտրվելու պարագայում։ ՀՌԱՀ, ինչպես հանրային հեռուստաընկերությանը, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերություններին ուղղակի կամ անուղղակի արգելել է մեր տեսահոլովակի եթեր հեռարձակումը, ինչի իրավունքը պարզապես չուներ։ Արձանագրենք, որ ժողովրդավարության բաստիոնում ՀՌԱՀ զբաղված է ընդդիմադիր ուժերի տեսահոլովակների գրաքննությամբ։ Պարզվում է հանրային հեռուստաընկերությունը մեր տեսահոլովակի մեջ գտել է այնպիսի տարրեր, որոնք առերևույթ կարող են ունենալ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն, որ պատմական իրողություններն են խեղաթյուրվել, մշակութային ժառանգություն եւ այլն եւ այլն։ Սա հանրային հեռուստաընկերության արձագանքն է։ Նախ եւս մեկ անգամ արձանագրում եմ, որ ոչ ՀՌԱՀ, ոչ հանրային հեռուստաընկերությունը իրավունք չունի գրաքննելու քաղաքական ուժի, կլինի քարոզչական, կլինի հակաքարոզչական նյութը։ Եվ ոչ թե խեղաթյուրված են եղել պատմական իրողությունները, դասագրքային ճշմարտությունները, այլ խոսվել է այն ապագայի մասին, որը սպառնում է մեզ այս իշխանությունների վերարտադրության պարագայում։ Անչափահասների առողջությամբ ու դաստիարակությամբ մտահոգվող հանրային հեռուստաընկերությունը նախ պետք է մտահոգվի իշխող քաղաքացիական պայմանագրի քարոզչական տեսանյութերը տեղադրելուց, որոնք ամբողջությամբ ոտից գլուխ զրպարտություն են, սպառնալիք եւ հերյուրանք։ Բա երկրի ղեկավարի խոսույթը, որի ականատեսն ենք վերջին օրերին, անչափահասների առողջությանը վնաս չի։ Անչափահասների եւ ոչ միայն անչափահասների առողջությանը վնաս է նման երկրի ղեկավար ունենալը եւ ոչ միայն առողջությանը։ Մենք վստահաբար բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումները եւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակելու ենք մեր քաղաքացիներին ահազանգել, տեղեկացնել, իրազեկել, թե ինչպիսի ապագա է իրենց սպասվում այս իշխանությունների վերարտադրության պարագայում։ Լավ եղեք։